Ուրեմն այսօր մեր թեման, 7-րդ թեման է, որը կոչվում է փրկություն։ Մենք տեսնում ենք նոր կտակարանի մեջ 5 կտակարանում էլ իհարկե նոր կտակարանում, որ ավելի բացահայտված է մարդու փրկությունը, սակայն բացի հոգևոր կործանումից փրկվելու, նաև փրկություն արտահայտություն կա ուրիշ դեպքերում, օրինակ ֆիզիկապես ինչ-որ փորձանքից ազատվելու։ Նաև փրկվել թեմա կա, այսինքն արտահայտություն կա փորձություններից, փորձանքներից, ինչպես որ օրինակ ասենք գործառաքելություն կա, որ Պողոս առաքյալը եւ շատերը նավարկության ժամանակ փորձանքի ենթարկվեցին, բայց Տերը նրանց փրկեց։ Կամ 5 կտակարանում շատ դեպքեր կան, որ Տիրոջ ժողովուրդը աղաղակում էր Տիրոջ եւ Տերը նրանց փրկում էր տարբեր դժվարություններից, թե սովից, թե ուրիշ փորձանքներից։ Սակայն մեր փրկության թեման պետք է վերաբերվի մեղքերից փրկվելու եւ մեղքի պատժից փրկվելու։ Փրկվել մեղքից եւ նրա հետևանքից։ Ուրեմն մենք սրա վրա պետք է նայենք, սակայն այս թեման իր հերթին պետք է 3 բաժիններով նայենք, օրինակ փրկության հեղինակը, փրկության բնույթը եւ ինչպես է մարդը ստանում փրկություն, կամ ինչպես է մարդը փրկություն ձեռք բերում։ Ուրեմն առաջինը փրկության հեղինակը։ Փրկության հեղինակը հենց 2 ենթաբաժիններով մենք կնայենք, որ նախ առաջինը Աստծո սուրբ եռամիասնությունն է, ասինքն Աստված է փրկիչը, Աստված է փրկության հեղինակը։ Հովանու 3-ի 3-ում եւ 16-ում, օրինակ մենք կարդում ենք, որ Տերը ասում է, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, սուրբ հոգու հետ կապված է, նա չի կարող Աստծո արքայությունը տեսնել, կամ 3-ի 16-ում, որ ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ասում կորուստից փրկվի։ Տարբեր տեղեր կան, օրինակ Եբրայեցի 5:9-ում է այդ մասի խոսում, 2 Տիմոթեոս 1:9-ում է եւ շատ հատվածներում, որ խոսում է Աստծո եռամիասնության մասին, որ Աստված է մեզ փրկողը։ Սակայն երկրորդ բաժինը, որ պետք է մենք նայենք, այսպես է կոչվում, փրկությունը Հիսուս Քրիստոսի անձով է կատարված։ Ղուկասի 2:11-ում գրված է Հիսուսի ծննդյան ժամանակ ասում է, այսօր ձեզ համար փրկիչ ծնվեց, որ Քրիստոս Տերն է։ Ինչպես նաև Հովանու 14:6-ը Տերը ասում է, ես եմ չէ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանով։ Այսինքն Հիսուսի անձն է հենց այդ ճանապարհը, այսինքն այդ միջոցը, որով մենք ստանում ենք փրկություն եւ մոտենում ենք Հայր Աստծուն։ Առաջին Թեսաղոնիկեցի 5:9-ում էլ գրված է, որովհետեւ Աստված մեզ չդրեց բարկության համար, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Նաեւ 2 Տիմոթեոս 1:9 ձեզ համար կարդամ, որ փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համար, այլ իր առաջադրության եւ շնորհքի համար, որ տրվեց մեզ Հիսուս Քրիստոսում հավիտենական դարերից առաջ։ Այսինքն Աստված մեզ փրկեց եւ սուրբ կոչումով կանչեց, սակայն իր ծրագիրը մարդկանց լեզվով ասած անհիշելի դարեր առաջ, շատ դարեր առաջ Աստված այդ ծրագիրը ուներ, որ ունենա ժողովուրդ, ծրագրել էր ունենա զավակներ, ընտանիք Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Սակայն այստեղ որպեսզի մենք չսխալվենք, հնարավոր է ոմանք մտածեն, ուրեմն Աստված էր ծրագրել, որ կործանում լինի եւ փրկություն լինի, ասենք մեղանչում լինի եւ փրկություն։ Ոչ թե Աստված որոշել է, որ մարդիկ մեղանչեն, բայց Աստված գիտեր, ինքը ինչ է ստեղծելու, ազատ կամքով մարդ։ Մեկը չէր կարող ասել, չէ, ազատ կամք չտար մարդուն, որ չկարողանար մեղանչել, նման արտահայտություններ եղել են, պահանջներ եղել են։ Ինչու Աստված այդպես ստեղծեց մարդուն ազատությամբ, որ մարդն էլ մեղանչի։ Թող այնպես ստեղծեր, որ ինքը չկարողանա մեղանչի։ Ասի, եթե դու 2 ոտանի ոչխար ես ուզում ստեղծել, Աստված ինչ իմաստ ունի 2 ոտանի ոչխար։ Հենա 4 ոտանին կա, ոչ էլ մեղանչում են, ոչ էլ վնասում են մարդկանց։ Աստված նման ստեղծագործություն ունի, բայց կենթանի, ոչ թե անձ, ոչ թե հավիտենական հոգի ունեցող մեկը, որ հավիտյան պետք է ապրի։ Դրա համար Աստված ազատ կամք է ստեղծել, բայց Աստված, որ մենք ասել ենք ամենագետը, ինքը տեսնում էր իր գիտությամբ, ոչ թե իր ծրագրով, որ մարդը կչարաշահի իր ազատությունը։ Սակայն
Աստված հենց այդ ժամանակներից պատկերացրեք դեռ մարդն էլ չկար եւ ծրագրել էր մարդու գոյությունը, ասենք ստեղծագործությունը, նաեւ ծրագրել էր մարդու մեղանչելուց հետո փրկությունը, նաեւ Եբրայեցիների 5:9-ում նորից վկայում է Քրիստոսով եղած փրկությունը, ասում է եւ երբ որ կատարվեց, այսինքն փրկության հետ կատարված գործը Տեր Հիսուսով կատարվեց, ասում է բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ Տեր Հիսուսը իրեն հնազանդվողների համար, ոչ թե ամենքի համար, թեև որ բոլորն էլ հնազանդվեն, բնական է այս խոսքի տակ կընկնեն, որ ասում է իրեն հնազանդվողների համար փրկության պատճառ եղավ, այսինքն դուռը բաց է, եթե ամբողջ երկիրն էլ կհնազանդվի, փրկություն կունենա, սակայն ծրագիրը սա է, իրեն հնազանդվողների համար փրկության պատճառ եղավ, փաստորեն փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի անձով է, նաև ուրիշ ճանապարհ չկա փրկության, թեև մեկ է տեսնում է ժողովուրդների մեջ, ազգերի մեջ այսպես են ասում, դե ձեզ համար Աստված գուցե որոշել է Քրիստոսով փրկություն, մեզ համար ուրիշ մի ձևի փրկություն, այն մյուսի համար ուրիշ ձևի, բայց բոլորս էլ իբրև թե նույն տեղը կգնանք Աստծո մոտ, նախ Սուրբ Գիրքը դա մերժում է, Գործ Առաքելուց 4:10-16-ում ասում է, «Էլ ուրիշ անուն չկա երկրի վրա, երկնքի տակ մարդկանց տրված, որով կարելի լինել փրկվել, բայց մեկ անուն կա, Հիսուս Քրիստոս, անունը բոլոր ազգերի համար։ Դրա համար Տեր ասաց, գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք»։ Ուրեմն փրկությունը միայն Տեր Հիսուս Քրիստոսի անձով է։ Հիմա մենք պետք է նայենք փրկության բնույթը։ Այս երկրորդ բաժինը իր հերթին 4 մասով կամ 4 ենթաբաժնով կուսումնասիրենք, մարդն ինչից է փրկվում կամ ազատվում, տարբերություն չկա։ Երկրորդը մարդը փրկվելով ինչ է ձեռք բերում, մարդու փրկության չափն ու ժամանակը, ինչ չափով է փրկվում եւ որքան ժամանակով։ Եվ փրկությունը կարող են ստանալ անխտիր բոլոր մարդիկ։ Այսինքն երբ որ ասում են բոլոր մարդիկ, կապ չունի ինչ ռասայի, ինչ ցեղի, ինչ ժողովրդի է պատկանում։ Երկրի որ ծայրում է ապրում կամ ինչ լեզվով է խոսում, կապ չունի, բոլորը ադամական են, բոլորի ստեղծող Աստված է եւ Աստված է նրանց համար փրկություն որոշել։ Ուրեմն առաջին ենթաբաժինը, որ ասում են մարդն ինչից է փրկվում։ Առաջինը հենց որ Սուրբ Գիրքը խոսում է Տեր Հիսուսի ծննդյան հետ կապված, հիշում եք Մատթեոս 1:21-ում, որ նորից Տիրոջից հայտնություն եղավ Հովսեփին, հրեշտակի ձեռքով, ինչ ասեց, նա կփրկե իր ժողովրդին իրենց մեղքերից։ Հենց սկզբի փրկության հարցը մեղքին է վերաբերվում։ Որտեվ գիտեք, Ադամը երբ որ ստեղծվեց, ոչ մի չարիք չկար, ամեն բան բարի էր։ Չարություն անելուց հետո չարիքը լցվեց աշխարհ։ Ուրեմն չարիքից ազատելու համար չարիքի պատճառից նախ պետք է մենք ազատվենք։ Քանի որ չարիքի պատճառը մեղքն է, ուրեմն հենց սկզբի գործը մեղքի հետ պետք է հարցը լուծվի։ Այսինքն մեղքից ազատագրում լինի։ Դրա համար ասում է հենց սկզբից Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու հետ կապված ասում է նա կփրկե իր ժողովրդին, բայց ինչու իր ժողովրդին։ Շատերը գուցե այսպես են մտածում, իր ժողովուրդը ասենք գուցե Իսրայելն է, բայց հետագայում մենք տեսանք իր ժողովուրդը ով է, վերևում որ ասաց ամեն իրեն հնազանդվողը դառնում է իր ժողովրդի անդամ։ Իրեն հնազանդվողների պետք է ազատի իրենց մեղքերից։ Հովանու 3:17-ը կարդամ, Տեր Հիսուսը երբ որ խոսում է Նիկոդեմոսի հետ, ասում է, որտեղ Աստված իր որդին չուղարկեց աշխարհը, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Աստված չուղարկեց իր որդին, որ դատի։ Այսինքն եթե մեկը դատվում է, ընդհանրապես փրկություն չընդունելու համար է, դրա համար Տեր ասաց, եթե մեկը չընդունի, արդեն դատապարտված է։ Ինչու՞։ Իհարկե, ինձ Ադամի ժամանակից արդեն մարդը մեղքի համար դատապարտված է, տանջանքի, չարիքի, անեծքի եւ ինչպես որ Տերն ասել, մահով կմեռնեք։ Մահվան, այն էլ հավիտենական մահի մասն է խոսքը։ Հոգեոր մահի մասն է խոսքը։ Սակայն մարդիկ դժբախտության մեջ կմնան, եթե չընդունեն այս ձրի առաջարկված կյանքը, բայց քանի որ ձրի է մարդիկ անարգում են, Աստված չի կարող դիտմամբ ինչ-որ գումարով կամ արժեքով դնել, որպեսզի աշկերտի մարդկանց թանկ երևա, որտեղ սա շատ թանկ գործ է, որևէ գին չկա, դրա համար Աստված ձրի է արել։ Գործ
Առաքելոց 26-ի 18-ում խոսում է այդ մասին, երբ որ Տերը Պողոսին որոշեց ուղարկի տարբեր ազգերի մոտ, ասաց իմ ժողովրդի, այսինքն տվյալ ժամանակ եւ հեթանոսների մոտ, բոլոր ազգերի մոտ։ Եվ նպատակը ինչ է, որ Տերը սա որոշեց, ասում է նրանց աչքերը բանալու, խավարից դեպի լույս դարձնելու եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Նմանապես 5-ի 9-ում հռոմեացիներին ուղված նամակի այսպես է գրված. Սուրբ Գիրքը ասում է, եթե մեղավոր ենք դեռ Աստված մեզ սիրեց, ապա որքան ավելի հիմա որ արդարացանք նրա արյունով կփրկվենք նրանով բարկությունից։ Եթե դեռ մեղավոր ենք Աստված սիրեց մեզ, բայց որ արդեն արդարացել ենք, ընդունել ենք Հիսուսին, առավել եւս Տերը հաստատում է փրկությունը, որտեղ շատ չարիքներ կան, դատաստան կա, բայց Աստված խոստացել է իրեն կանչողներին, իրեն նազանվողներին պահի փրկության մեջ։ Աստված մեզ ազատում է մեղքի պատժից։ Երկրորդը ոչ թե միայն ազատում է պատժից, ինչպես որ ասացի, նաև Աստված մեզ ազատում է մեղքի զորությունից, այսինքն ազդեցությունից, մեղանչական բնության, այսինքն որ շատ ժամանակ գոյականացվում է, կոչվում է մեղք, մեղանչելը կոչվում է մեղք։ Աստված մեզ ազատում է մեղանչելու զորությունից, կամ նորից սրանց հետո ասենք մեղք, հա, թեկուզ թեմայի մեջ պարզ կլինի։ Պատկերացրեք մի գազան։ Այդ գազանը վնաս է տվել։ Ներիր, կարող ես ներել, սակայն նրա բնույթը չի փոխվում։ Նա նորից ենթակա է վնասելու։ Մեղանչող մարդուն միայն ներիր։ Միևնույն է նորից կմեղանչի։ Սակայն Աստված մեզ ոչ թե միայն ներում է, այլ նաև ազատում է։ Այսինքն ոչ թե մեղանչական բնությունը վերացնում է այս երկրի վրայից Տերը, այլ մենք ապրում ենք նման մարդկանց մեջ եւ ոչ թե միայն նման մարդկանց մեջ, այլ մեր մեջ էլ ի տարբերություն բոլոր մարդկանց մենք մի նոր ողորմություն ենք ձեռք բերում։ Բոլորի նման ենք, սակայն վերստին ծնունդով ձեռք ենք բերում աստվածային բնություն, ուրիշի մեջ միայն մեղանչական բնությունն է, նրանք առաջնորդվում են Պողոսի ասած մարմնից, բայց ասում է դուք մարմնով չեք։ Հռոմեացի 8-րդ գլխում Քրիստոս թեմայում նայել ենք, այսինքն Աստծո հոգով, դրա համար ասում է մարմինն իրեն է առաջարկում, բայց դուք հոգով սպանեք մարմնի գործերը, չէ՞, այդպես էլ է ասվում։ Ուրեմն մենք ի տարբերություն բոլոր մարդկանց ձեռք ենք բերել նոր բնություն, որը ուժ ունի մեղքի դեմ պայքարելու։ Փաստորեն մենք ազատագրված չենք նրա ներկայությունից, բայց ազատագրված ենք նրա զորությունից։ Հիմա ազատվել ենք մեղքի պատժից, ազատվել ենք մեղքի զորությունից։ Սակայն մի գործել է Աստված խաչով արել, որ շուտով պետք է բացահայտվի։ Շուտով մենք պետք է ազատագրվենք նաև մեղքի ներկայությունից։ Երբ որ վերափոխվենք կամ հարություն առնենք, այդ ժամանակ մենք տեսնենք, որ մեղանչական բնություն ընդհանրապես չկա մեզ մոտ, ոչ էլ մեր շրջապատում մեղանչող մարդ կա։ Երկինքը սուրբ է։ Ոչ մի մեղք երկինք չի մտնելու։ Ոչ մի ասում է անիրավություն գործող, այդպես է ասում Սուրբ Գիրքը, Աստծո արքայություն չի ժառանգելու։ Երբ որ ասում է ով որ հավատա, արդեն այստեղ նկատի չունի առանձնացված որևէ ազգ կամ ժողովուրդ։ Ով հավատա, եթե մեկի մեջ կարողություն կա հավատալու, կարող է հավատալ եւ փրկվել։ Եվ բոլոր ազգերի մեջ այդ կարողությունը կա։ Աստված դրել է իր ողորմությամբ։ Կարողություն ունեն հավատալու, ընդունելու։ Եթե կարողություն ունեն հավատալու, ուրեմն այդ խոսքը նրանց համարել է։ Փրկությունը բոլոր ազգերի համար է։ Բոլոր ազգերի։ Եվ երբ որ դեռ հիշենք Աբրահամին եղած խոստումը, դեռ Իսրայել ժողովուրդը չկար։ Շատ ժամանակ որոշ իսրայելցիներ կան, անգամ եղբայրներ ունենք, ապաշխարած մարդիկ, որ Տիրոջ Հիսուս Քրիստոսին ընդունած, նրանց մոտ այնքան են առաջին ուխտը խոսվել, որ նրանց համար էլ շատ բժշկություն է պետք, որ նոր կտականի հոգին հասկանան։ Մենք տեսնում ենք նրանք դեռ տեսնում են տարբերություն հրյայի ոչ հրյայի։ Բայց Աստված չի տեսնում տարբերություն, դրա համար նույն արժեքով է փրկում բոլորին։ Բայց իրենց հետ ասել խոսել եմ, արդեն եղել որ նստել ենք, զրուցել ենք, ասում եմ շատ դարձեք։ Աստծո համար առաջին հետաքրքրությունը դուք չեք եղել։ Հրյաները չեն եղել։
Իսրայելը չի եղել։ Աստծո համար առաջին հետաքրքրությունը մարդն է եղել, որոնք պատկանում են ամեն ազգերին։ Եվ Աստված որոշում էր բոլոր ազգերին ողորմություն անի մարդկությանը։ Դրա համար Աբրահամին, երբ որ որպես հավատացյալ ընդունեց, նրանով ասես, քեզ սերունդ կտամ եւ քո սերունդով, ասենք քո սերունդի միջոցով մի գործ կանեմ, որը իմ նպատակին հասնեն։ Քո սերունդով կօրհնեն երկրի բոլոր ազգերը։ Դեռ սերունդ չուներ Աբրահամը, բայց Աստված խոսում էր բոլոր ազգերի փրկության մասին, սակայն խոսում է, որ քո սերունդից եմ այդ փրկիչը հանելու բոլորի համար։ Նշանակում է Աստծո ցավը բոլոր մարդիկ էին։ Սակայն Աստված երկար ժամանակ տվեց Աբրահամի մարմնից եղած սերունդին, ասենք ծնվածներին, դարձան ցեղ, դարձան ազգ, այդ ազգի միջոցով իր սուրբ օրենքները տվեց, փրկիչը հանեց, որպեսզի արդեն իրագործի այն նպատակը, որ ասել էր, բոլոր ազգերը պետք է օրհնվեն Աբրահամի զավակով, ոչ թե զավակներով, այսինքն սուգիքը բացատրում է Քրիստոսով։ Դրա համար ասում է Քրիստոսը բոլոր ազգերի համար է, ամեն Քրիստոսին հավատացողը կարող է փրկությունը ձեռք բերել։ Օրինակ Հռոմեացիների 6:11-ից 13-ը կարդամ ձեզ համար, նույնպես դուք ձեր անձերը մեռած համարեցեք մեղքին եւ Աստծուն կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոս ձեռքով։ Սրա համար թող մեղքը չթակավորի ձեր մականացու մարմնի մեջ, որ նազանվեք նրա ցանկության, եւ ձեր անդամները անհրաժեշտության գործիք մի ներկայացեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն։ Տեսնում եք փրկությունը հենց այս թեման չէ, ումն է ուղարկված նաեւ ոչ հրյա ազգին։ Եվ ինչպես որ ասեցի, որ մենք կարող ենք այո Տիրոջ շնորհքով ապրել մեղքից ազատ եւ հենց սա է Աստված մեզ զորություն է տվել մեղքի զորությունից ազատ լինելու, մեղքի ազդեցությունից, այսինքն միանշական բնության ազդեցությունից։ Գաղատացիների 3:10-ից 13-ն կարդամ ձեզ համար, ասում է, որտեղ որոնք որ օրենքի գործերից են, անեծքի տակ են, որտեղ գրված է, թե անիծյալ լինի ամեն մարդ, որ չի կենում օրենքի գրքի մեջ բոլոր գրվածներում, որ ամենն անե, եւ թե օրենքով ոչ ոք չի կարող Աստծո առաջին ասում է արդարանալ, դա հայտնի է, որտեղ արդարը հավատքից կապրի, բայց օրենքը հավատքից չէ, այլ նրան կատարող մարդը նրանով կապրի։ Ասում է Քրիստոսը մեզ գնեց օրենքի անեծքից մեզ համար անեծ լինելով, որտեղ գրված թե անիծյալ լինի ամեն այն մարդ, որ փայտից է կախված։ Ուրեմն տեսնում եք ամեն մարդ, թե հույն, թե հրյա, թե իտալացի, թե օրինակ ռուս, թե ուրիշ ազգ, ամեն մարդ, եթե չի կենում օրենքի գրքում գրված, անեծքի տակ է, բայց ասում է ձրի են արդարում Քրիստոսի շնորհքով, բոլորը, ոչ թե որևէ մեկ ազգ, բոլորը, ամեն ով որ չկատարի անեծքի տակ է, վերաբերում է բոլորին, բոլոր ազգերին, եւ ամեն ով որ հավատա կարող փրկվել, նորից փրկությունը վերաբերում է բոլորին, թե մեղավորությունը կամ մեղադրանքը վերաբերում է բոլորին, փրկությունը վերաբերում է բոլորին նորից։ Խաչի գործը ավարտված գործ է ապագայի համար է։ Այսինքն փրկության եւ հավիտենական կյանքի համար նոր գործ Աստված չի անելու։ Սա վերջնական գործ է, հավիտենական գործ է։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոսի թեմայի մեջ նայեցինք, որ Հայր Աստված ասում է. «Քո աթոռով Աստված, քո թագավորությունը հավիտենական թագավորություն է։ Թեև ես ապագայում չեմ դեռ, բայց ինձ համար ապագայի գործը կատարված է»։ Պատկերացրեք, երեխան փոքր է, պետք է դառնա 18 տարեկան, նոր ինքնուրույն սկսի գործել եւ պետությունների մեջ այսպիսի բաներ են, չի ասում, եթե երեխային մի բան է պատկանում, անգամ բանկային հաշիվներ, նրա անունով հավաքվում է կամ կտակ, ոչ ոք իրանք չունի հանի, անգամ երեխան էլ, մինչև այսիշ տարիքը, չէ, ասում են իրավունք չունի, գնա հանի օգտագործի, մինչև որ չափազք դառնա եւ ինքը այդ ժամանակ կարող է տիրանալ իր անունով եղած բարիքին, օրհնությանը։ Այս գործը ավարտված է, թեև մենք այդ գործի օրհնության մեջ ենք։ Մենք ստացել ենք կտակ հավիտենության համար, ապագայի համար։ Դրա համար ասում է Քրիստոսի խաչն ու հարությունը ավարտված գործ է, վերջ։ Փրկության գործը ավարտված գործ է։ Նոր գործ, նոր փրկիչ, նոր միջոց չի լինելու երբեք էլ։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, սա
ավարտված գործ է, ուրիշ համարներ էլ կան, Եփեսացիների 2:5-ից 6-ը կարդամ ձեզ համար, ասում է նորից որպես կատարված գործ, ասում է երբ որ մեռած էիք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված։ Նրա հետ մեզ հարուցանեց եւ նրա հետ մեզ երկնավորներում նստեցրեց Հիսուս Քրիստոսում։ Ուրեմն ապագային վերաբերվող հարցում էլ նույնիսկ որ մենք ասենք այս գործը Քրիստոսի արած գործը նաեւ ապագայի համար է, օրինակ առաջին Թեսաղոնիկեցիների 1:10-ում գրված ասում է սպասենք նա որդու, ասենք Աստծո որդու երկնքից, որին հարություն տվեց մեռելների միջից Հիսուսին, որ փրկում է մեզ գալու բարկությունից, ասենք գալիքում է նա այդ նույն գործով է գործելու, ասենք խաչի գործով է, որ գալիքում էլ պետք է փրկի։ Իհարկե որ մենք ասենց կարճ խոսում ենք մեղքի մասին, ինչու չեմ ուզում դժվարությունները մեղքի ավելի խորը ներկայացնել, որտեղ մենք մեղք թեմայում արդեն խոսել ենք, ինչ է մեղքը։ Հիմա ասենք փրկություն այն մեղքից, որի համար մենք խոսել ենք, մեղքի դրանց, բայց ընդհանուր այդպես հիշեցնեմ, որ մեղքը ինչ արեց, մարդուն զրկեց սուրբ բնությունից, դարձեց մեկը, որը կոչվում է մեղանչական բնություն ունեցող, որը հակում ունի դեպի չարություն, դեպի վատություն, դեպի կործանում, խավար, կամ ուրիշ կերպ ասած, Աստծո պատկերը փոխվեց, չէ, մարդու միջից, հանվեց, մարդը ինչ էր սուրբ էր, դարձավ անիրավ, նա բարի տեր էր, բարի ղեկավար էր երկրի վրա, դարձավ անիրավ ղեկավար, չէ, հենց ինքի բնությունն էլ մարդկանց ձեռը, ասես ասած, վառվում է, թե կենդանական աշխարհը, թե բուսական աշխարհը, բոլորը ասես ասած մարդկանց ձեռքի տուժվածն են, կամ մարդը կենդանի հոգի էր, դարձավ մեռած հոգի, մարդը հավիտյան ապրելու եւ հավիտյանական փառքի մեջ մտնելու ծրագրով էր ստեղծված, բայց ասում է մեղանչեցին, պակասեցին Աստծո փառքից։ Եվ ոչ թե միայն պակասեցին, այլ նրանց դատաստանը պետք է լինի հավիտյանական տանջանք։ Հավիտյանական կյանքի համարին դարձան հավիտյանական մահվան բաժին։ Այսինքն երկրորդ մահը Սուրբ Գրքից գիտեք, որ չի նշանակում վերանալ, նշանակում է գոյություն ունենալ, բայց ոչ կյանքի մեջ, ոչ խաղաղության մեջ, ոչ հանգստության մեջ։ Հավիտյանական տանջանք, որ Սուրբ Գիրքը ասում է հավիտյանց հավիտյանից նրանց տանջանքի ծուխը վեր է բարձրանում, սակայն սա Աստծո կամքը չի։ Մարդը ինքն է ընտրում հեռու մնա աստվածային խաղաղությունից, աստվածային կյանքից, աստվածային հանգստից, սակայն Տերը ապագայում կատարվող գործն էլ իր խաչով արել է, այսինքն հավիտյանական հանգիստ։ Նորից առաջին թուղթ Պետրոսի 1:5-ում գրված է, ասում է, որ Աստծո զորությամբ պահպանվում եք, հավատացյալներին է ասում, դեպի պատրաստած փրկությունը, որ հայտնվելու է հետին ժամանակում։ Այսինքն այս գործը բավական է, որ Աստված ձեզ այդ գործի հիման վրա պահի հետին փրկության համար, նաև որ մենք ասացինք, մենք փրկվել ենք, փրկվում ենք եւ պիտի փրկվենք։ Անցյալի համար փրկված ենք, ներված ենք, փրկված ենք պատիժներից, փրկվում ենք մեղքի զորությունից, նաև փորձանքներից, ինչպես Պողոս ասաց, Աստված մեզ փրկում է, նաև ապագայում էլ ասում ենք պետք է փրկի գալիք բարկությունից կամ գալիք կործանումից։ Եվ երկրորդը մարդը փրկությունով ինչ է ձեռք բերում, փրկության բնույթի մեջ է, ոչ թե միայն փրկում է, նաև ինչ որ բան էլ գտնում է մարդը։ Աստված մարդուն միայն չի փրկում եւ ասում դե գնա ինչպես ուզում ես ապրի, ոչ։ Աստված փրկում է, ինչպես որ ասացին, դնում է մի ճանապարհի, որի մեջ ինքը հենց խնամք պետք է տանի։ Նաև Սուրբ Գիրքը ցույց է տալիս, որ մարդը փրկությունով ձեռք է բերում բոլոր հոգևոր օրհնությունները, այսինքն ինչ վերաբերում է կյանքին եւ աստվածապաշտությանը։ Առաջին Կորինթացիների 1:30-ում եմ ուզում կարդալ, ասում է եւ դուք նրանից եք, ասինքն Աստծուց, Հիսուս Քրիստոսում է, որ Աստծուց մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Եվ շարունակություն կա ուրիշ համարներում զորություն, կյանք, ասինքն ամեն ինչ, ոչ թե միայն մեկ հոգու համար, բոլորիս համար։ Ասում ենք ձեռք բերեցինք այդ արդարությունը, սրբությունը հենց Քրիստոսով։ Նաև Եփեսացիների առաջին գլխում 3-րդ խոսքում գրված ասում է. Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոս Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավոր բաներումը Քրիստոսով։ Սուրբ Գիրքը ասում է ամեն հոգևոր բաներով, ամեն,
ինչ որ պետք է կյանքին, հավիտենական կյանքին եւ աստվածապաշտության։ Ուրեմն մարդը ինչ է ձեռք բերում նաեւ փրկության բնույթի ազդեցությունից մեկը, առաջինը նա փրկվում է մեղքից, մեղքի ազդեցությունից, երկրորդն ինչ էր, որ մարդը սրբվում է եւ ձեռք է բերում մի որակ կամ մի վիճակ, որով կարող է ծառայել Աստծուն։ Սա փոքր պարգև չի։ Ամեն մարդ չի կարող հին կտականում հիշում եք, ամեն մարդ իրավունք չուներ անգամ գավիթ մտնելու, չէ՞։ Հիշում եք, ասենց ասած տարածքներ էին գծվել եւ պարիսպներ էին դրվել, պատեր էին դրվել։ Կար ամենավերջում սրբության սրբոց, որ ոչ ոք իրավունք չուներ մտնելու, միայն քահանապետը տարին մեկ անգամ այն էլ զոհով։ Մյուս տեղը սրբության տեղը միայն ծառայող քահանաները կարող էին մտնել։ Հետո կար տարբեր մասեր, չեմ ուզում մանրանալ դրանց վրա, բայց կար նաև հավատացյալ ժողովրդի համար, իսրայելցի ժողովրդի համար գավիթ, մի տեղ էլ կոչվում էր հեթանոսած գավիթ։ Սենց հեռանում էր։ Հեթանոսները մինչև այդ գավիթ իրավունք ունեին գալու, ավել իրավունք չունեին մտնելու առաջ գալու, եթե ոչ կքարկոծվեին։ Բայց այսօր Աստված մեզ բացել է անգամ Քրիստոսի մեջ, Աստծո մեջ մտնելու, ասենց ասած, սրբության սրբոց, երկնային սրբության սրբոց մտնելու։ Եվ երրորդ ենթաբաժին մարդու փրկության չափն ու ժամանակը, ուրեմն ինչ վերաբերում է չափին, մարդու ողջ էությունն է Աստված փրկում։ Առաջին Թեսաղոնիկեցիների 5:23-ում գրված է, որ ինքը խաղաղության Աստված ձեզ սուրբ անի բոլորովին, ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը, անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը։ Աստված ձեր բոլոր մարմինը, շունչը եւ հոգին։ Այսինքն Աստված ազատագրում է մեզ ամբողջությամբ, որևէ մաս չի թողնում պատկանի խավարին։ Քո մարմինն էլ պետք է լինի, ինչպես որ կարդացիք չէ վերևում, որ ասում է ձեր անդամները ներկայացեք սուրբ գործիք Աստծո համար, չէ 6-ում Հռոմեացիների, որ դուք ձեր մարմնի անդամները պետք է լինեն Աստծուն ծառայող գործիքներ, ձեռքդ, ոտքդ, աշկդ, ոչ թե չարության գործիք, այլ բարության գործիք։ Եվ Նոյի ժամանակ ասում մարդը առավոտից երեկո, ասիկ հին զարթնում է չար էր, մտածում ինչ որ քնի։ Եվ Աստված ասում է բարկացավ, բայց Աստված սրբել է մեր միտքն է, որ մենք բարի մտածենք, սուրբ բաներ մտածենք։ Մեր միտքն էլ սրբվածն է, հոգին էլ իհարկե։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, Աստված մեզ որոշել է հավիտենական սրբության համար եւ այդ սրբությունը սկսվում է հենց այստեղից։ Թեկուզ ժամանակավոր է մարմինը, սակայն այդ ժամանակավոր մարմնի մեջ եղած ժամանակն Աստված պահանջում է, որ մենք սրբության վարվենք, ինչպես ինքը։ Նաև առաջին Պետրոսի 1:5-ում գրված է, ասում է, որ Աստծո զորությամբ պահպանվում եք դեպի պատրաստված փրկությունը։ Այսինքն ոչ թե վերջում եք փրկվելու, նաև փրկված եք եւ պահպանվում եք հիմա էլ։ Այդ փրկության մեջ առաջին Կորինթացիների 15:1-4-ը։ Սուրբ ասում է. իմացնում եմ ձեզ եղբայր այն ավետարանը, որ ավետանցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետանցի, եթե ամուր բռնեք նրան եւ եթե զուտ տեղը չեք հավատացել, որտեւ ես առաջուց այն տվի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համար, եւ թե թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ գրքերի համար։ Ոչ թե միայն մահը, նաեւ հարությունը Քրիստոսը մեր մեղքերի համար, ինչպես որ գրքերին ասում, մեռավ, թաղվեց եւ հարություն առավ։ Բոլոր ազգերի համար։ Դրա համար Տիրոջ խոսքը ասում է, գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք։ Մկրտեցեք հոր որդու եւ Սուրբ Հոգու անով, այսինքն պատկանելություն է նաեւ ցույց տալիս մկրտությունը։ Եվ մենք անցնենք երրորդ բաժնին, որը կոչվում է ինչպես է մարդը ստանում փրկություն։ Այս բաժինների հերթին նորից կուսումնանանք 3 ենթաբաժիններով։ Առաջինը մենք պետք է նայենք 3 կարելի ասել կամ հարց կամ բաժին փրկության վերաբերյալ։ Սուրբ գրային տեսակետը փրկվելու վերաբերյալ Սաղմոս 49:7-9-ում գրված է, որ ոչ ոք չի կարող մարդու փրկանքը տալ, ոչ իր եղբոր, ոչ հոր կամ հայրը որդու։ Եթե օրինակ հնար լինի
հավիտյան աշխատես ու քո աշխատանքի եկամուտը հավաքել գումարի տեսքով կամ ոսկու կամ չգիտեմ թանկարժեք քարերի միևնույն է մարդը ավելի թանկ է քան որևէ աշխատանք դրա համար ոչ մի մարդ չի կարող փրկության գինը տալ ուրեմն քանի որ մարդու գինը մեծ է ուրեմն մեծ գին պետք է տրվեր եւ Հիսուս Քրիստոս թեմայում մենք ասել ենք աստվածային գին պետք է տրվեր նախ մեղքը Աստծո դեմ է մենք ասում ենք պարտք Աստծո պարտքը տալու համար Աստծո ուզած գինը պետք է տաս մեղքի վարձքը մահն է մարդը պետք է մահով հատուցեր անել է սուրբ կյանքի մահով որը միայն Հիսուսն ուներ պարտքը մարելու եւ Հիսուսն էլ մեզ համար մեռավ մեղքից կամ չարից կամ խավարից ինչպես տարբեր ձևերով է սուրբ գիրքը ներկայացնում փրկվելը միայն Աստծո պարգևն է լայն էլ ձրի որտեվ եթե ձրի չլինի ինչ էլ ասի մենք չունենք որտեվ թանկ է այդ գինը դրա համար Աստված նվեր է անում մեզ իր գթության համեմատ սիրո համեմատ այլ մարդուց միայն պահանջվում է ինչ անել հավատալ եւ ընդունել Հիսուս Քրիստոսին 26:18-ում գործ առաքելոցի երբ որ Տերը ուղարկեց Պողոսին մարդկանց փրկության համար ինչ ասում Պարզ է կարդացի որ նրանց աչքերը բանալու խավարից դեպի լույս սատանայի իշխանությունից դեպի Աստծո թակավորություն կամ օրհնություն որ ժառանգեն ասում է նրանք մեղքերի թողություն եւ սուրբերի ժառանգություն առնեն ինձ հավատալով Տեր ասում է սրա վրա ուշադրություն դարձեք անցած անգամ ուրիշ բաժնի մեջ կարդացի սրա վրա շեշտ չդրեցի այլ ասեցի ինչից ինչի ես դառնում ինչ փրկություն ես ձեռք բերում բայց արդեն միջոցը ցույց է տալիս այս փրկությունը եւ սուրբերի ժառանգություն ստանալը մեղքերի թողությունը բոլոր կատարվում է ինձ հավատալով Տեր Հիսուս ասում է ուրիշ ճանապարհ չկա նաեւ Հռոմեացիների 1:16-ում Պողոս առաքյալը որտեղ ասում է Քրիստոսի հավատանը ամոթ չեմ համարում որտեղ Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողին առաջ հրյան եւ հետո հույնին այսինքն պատիժն է ասում առաջ հրյանին հետո հույնին հետագայում ասում է այսինքն աչառություն չկա Աստծո մոտ օրհնություն լինի պատիժ լինի երկուսին էլ հասնում է որտեղ Աստծո մոտ աչառություն չկա ուրեմն ասում է փրկելու ամեն հավատացողի սա վերաբերում է ամեն ազգերի եւ նորից Երկրորդ Տիմոթեոս 3:15-ում ասում է եւ որ մանկությունից սուրբ գրքերը գիտես որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռքով որ Հիսուս Քրիստոսումն է ուրիշ հավատքի ձեռքով չէ այսինքն ուրիշի անձին վերաբերող հավատքով չի այսօր շատ հավատքներ կան երկրի վրա բայց իրականության մեջ միայն Հիսուս Քրիստոսի հավատքն է որ մարդուն կարող է կործանումից փրկել մյուս հավատքները փրկության միջոց չեն գուցե շատերին հավատաս եւ արժե հավատալ օրինակ մարդը ճիշտ ճանապարհ է ցույց տալիս հավատաս որ այդտեղ փորձանք է նրան հավատալով դու ինչ որ փորձանքից ազատվես շատ մարդիկ կան Աստծո մարդիկ լավ խրատներ են տվել հավատացել են մարդիկ եւ օգտվել են սակայն հավիտենական կործանումից փրկվելու համար միայն Հիսուսին հավատալն է Հիսուսի անձով կատարած գործին հավատալն է որ մարդուն փրկում է հավիտենական կործանումից Հակոբոսի 1:21-ն էլ նորից խոսում է այդ մեծ փրկության համար ասում է սրա համար ամեն աղտեղություն եւ չարության առավելություն դեն գցեք եւ խոնարհություն ընդունեք ձեր մեջ սերմանած խոսքը որ կարող է ձեր հոգիներն ապրեցնել սերմանած խոսքը վերում արդեն ասում է ավետարանի խոսք է Քրիստոսի մասին կարող է ձեր հոգիներն ապրեցնել բայց ասում է խոնարհություն պետք է ունես ընդունես այդ խոսքը որ քեզ ապրեցնի եթե չընդունես չի ապրեցնի շատ համարներ կան նորից հիշեցնում եմ Սուրբ գիրքը որ ասում է 2-3 վկայությունով անգամ մի քիչ ավել ներկայացրեցինք Սուրբ գրքի տեսակետը սա է միայն Հիսուս Քրիստոսին հավատալով է որ մարդը կարող է ձեռք բերել այդ հավիտենական փրկություն ասեն կործանումից ազատվի հավիտենական կյանք ունենա բայց խոսեցինք որ սխալ տեսակետներ կան օրինակ ուզում ենք մի քանի սխալների մասին խոսենք մանավանդ հիմա որ տարածված են որոնք ասում է ոչ թե միայն սխալ են ուշադրություն դարձնում եք գուցե ասենք հալավ դե սխալ է բայց սա սովորական սխալ չի կործանում կարող է տանել ասենք հակառակություն է ճշմարտության եթե այս սխալը ընդունես ինստինկտիվ բնական է ճիշտը պետք է թողես երբ որ օծը խայթում է մարդուն չի վերցնում գիտեք ինչ անի բոլոր մասերից քեզ կծի որպեսզի թունավորվես մեկ
Պստիկ թույն է պետք, որ այնքան որ սրսկվի քո մարմնի մեջ, արյան եւ այդ ամբողջը արդեն իր ազդեցություն թող, ասիկան ամբողջ մարմնի մահ պատճառի։ Նմանապես, եթե մեր բաժակը լցված լինի ամբողջ մաքուր ջրով մի փոքր թույն գցես, բավական է մարդուն թունավորելու համար։ Դրա համար ասում մեր սիրտը պետք է լցված լինի ճշմարտությունով։ Դրա համար ասում եմ սուտ վարդապետն է, սուտ ուսուցումները ոչ թե միայն ուղղակի սուտ են ու վերջ, սխալ են ու վերջ, այլ նաև կործանարար են։ Օրինակ, փրկության մասին սխալ գաղափար կա, որ հնուց է եկել եւ ինչ է հիմա շարունակվում է, որ փրկությունը կապում են միայն Աստծո հետ, մարդու կամքն ու ընտրությունը մի կողմ են դնում։ Օրինակ, հիշում եմ տարիներ առաջ, ասիկան 90-ական թվականներին շատերը կործանվեցին այդ սխալ գաղափարի պատճառով։ Մի կին կար, հավատում էր Աստծուն, անգամ իրաց տանից ժողով են կանում, բայց իրենք շփում ունեն նաև ուրիշների հետ։ Հարազատ բարեկամ ունեն ուրիշ խմբերից, եւ նրանց այցելում են, խոսում էին, որ մի անգամից ասես դրանց մի ընդունի, իրանք իմանան թե ասում ես իրենց հարազատներին տնից մի ընդունի։ Բայց բացատրում եք չեն, մեկ էլ մի օր գնաց տեսա տխուր, տրտում, հարցնում եմ այդ կնոջ ասում քուր ջան ինչ է եղել, ասում եմ դե ոնց որ իզուր է մե ապաշխարում։ Ասում ոնց թե իզուր։ Ասում եմ եկել են, այս ինչ անուններն է տալիս է, ճանաչում եմ այդ սուտ վարդապետներին, ասենց ասած, նրանք ինձ ասել են, գիտես ինչ, եթե դու ընտրված ես փրկության համար, իմաստ չունի ապաշխարես։ Հիմա ես չգիտեմ, արդյոք ընտրված եմ, թե ընտրված չեմ, որտեղ ասում եմ, որոնց որ սահմանեց, նրանց կանչեց, կիսատ են ներկայացնում, բայց Աստված ասում է, որոնց որ ճանաչեց, այսինքն նախ Տերը խոսք ուղարկում է բոլորին եւ ճանաչում է ովքեր ընդունեցին եւ որոնց ճանաչեց նրանց կանչեց էլ բայց նրանք այդ մասերը հանած միայն այս հատվածն են նայում որոնց որ սահմանեց փրկության համար այսինքն սահմանելը փրկվողների համար չի սահմանելը ժառանգության համար այո հռոմեացիների 8:29-30 որ կարդացում է Աստված նա սահմանել նա որդու պատկերին կերպարանքից լինելու Այսինքն ծրագիրն է սահմանը ուր գնան ոչ թե որ մարդը էսի թող փրկվի օրինակ իմ ասում են մեկն էլ թող չփրկվի տես բան չէ սահմանել Աստված ուրեմն այս տեսակետը էլ չեմ ուզում շատ համարներ կարդալ որ ասում են իբրև թե նախասահմանություն է բայց Աստված նախասահմանել այո ով որ հավատա փրկվի անունների հարցը չի թող քնարիկը փրկվի սոֆիկն էլ կորսվի վարկեզը փրկվի Արամն էլ չփրկվի, այդպես բան չկա։ Աստված նման սահմանում չի արել։ Փարավոնի օրինակն են բերում, բայց փարավոնը Տեր ասում է, ես եմ սկիզբը եւ վերջը։ Տեր ասում է, ես սկսում եմ, ես եմ պետք է վերջացնեմ։ Փարավոնը բավական չափից սիրտը խստացեց, դրա համար Տեր ասաց, հիմա իմ հերթն է։ Հիմա դու ինչ ընտրել ես, դրա մեջ ես քեզ պետք է օգտագործեմ։ Ես էլ պետք է խստացնեմ, որ իմ փառքը ցույց տամ։ Բայց շատերը մենակ վերջամասն են նայում եւ ասում Աստված էր որոշել Փարավոնը վատ մարդ դառնա, ուրիշ փարավոնի ինչու չէր որոշել։ Նա էր ընտրել հենց սկզբից, որ վատություն անի, չարություն անի, ճնշի Աստծո ժողովրդին։ Մարդը, օրինակ, մենք ասեցինք, միայն Աստծունն է իբրև թե արդարացնում, Աստծո ծրագիր, մարդու կամքը ընտրությունը մեկ կողմ է դնում եւ ասում եմ, մեկ Աստված ինչ որոշել է, դա էլ կլինի Սա արդեն քրիստոնեական հասկացողություն չի, շատերն ժողովրդի մեջ չէ, ոչ, ասենց ասած քրիստոնյա, ասենք Քրիստոսի չճանաչող մարդիկ, այսպես են ասում, դե ճակատագիր է, ինչ որոշված է այդպես է կլինի։ Եթե այդպես էլ իզուր մեռավ Քրիստոսը նշանակում է։ Եթե ճակատագիր է, էլ ինչ իմաստ ունի մարդկանց փրկության կանչես կամ ավետարան քարոզվի։ Մեկը ասում էր կարևորը Աստծու կողմն է, Աստված որ որոշել է դու ոչինչ չես կարող անել։ Մյուսն ասում է, չէ, Աստված թողել է իմ կամքին, Աստված չի խառնվում, ես պետք է ընտրեմ նոր փրկվեմ։ Այսինքն մեկը նժարը ծանրացնում էր իր վրա, մյուսը ծանրացնում էր Աստծո վրա, բայց Աստված հավասարակշռություն է դնում։ Ճիշտ է, սկիզբը Աստված է դրել։ Փրկության ամեն գործն արել է, նաև թողել է մարդու ընտրության։ Դրա համար ասում է, ով որ հավատա, ով որ ընդունի։ Եվ երկրորդը ոմանք օրինակ Գաղատացիներին, որ շեղել էին Պողոսի ժամանակով, հիմա էլ նման մոտեցում կա, շատերը փրկության միջոցը համարում են Աստծո օրենքի կատարելը։
Սենց էլ ասում են, այ մարդը գրած է, մի գողացի, դե դու էլ մի գողացի, մի շնացի, էս մի արային մարը, էս արային արա կփրկվես։ Նորից Պողոս առաքյալը ասում, եթե օրենքով էր փրկությունը, եթե էս աներեն չաներ, դե իզուր մեռավ Քրիստոս էլի։ Դե Աստված տվել էր օրենքը, բայց մենք արդեն օրենքից սովորել ենք, չէ՞։ Ճիշտ է, որ օրենքի պահանջը դա էր, բայց Աստծո ծրագիրը չէր, որ փրկվի դրանով, որտեղ Աստված գիտեր, օրենքը սուրբ է մարդը մեղավոր, միևնույնն է նա չի կարող կատարել։ Եվ օրենքը տրվեց ոչ թե փրկության համար, այլ օրենքը տրվեց որպես մի հայլի, որ մարդը իրեն տեսնի, ինքը ինչ վիճակի մեջ է, չի կարող սուրբ մնալ։ Միևնույնն է, եթե մեկ անգամ մեղանչես Ադամի նման, պատիժը կգա։ Դրա համար Աստված մեզ չի թողել օրենքի գործերով փրկության, այլ ինչ արել, մեզ թողել է ներման հուսի, Քրիստոսի շնորհքով ներման եւ փրկության։ Ուրեմն այդ տեսակետն էլ է սխալ, որ օրենքով ուզում են իբրև փրկություն տալ ժողովրդին։ Օրենքը լավ է բացահայտելու համար, ոչ փրկության համար։ Օրինակ 3:21 Գաղատացիների եւ 22-րդ խոսքը, ուրեմն օրենքը Աստծո խոստումներին հակառակ է, ասում է քավ լցի։ Ինչի ասում, որովհետեւ Պողոս ասում է օրենքով չի փրկությունը, որովհետեւ եթե օրենք տրված լիներ, որ կարող լիներ կենթանի անել, ապա իրավի օրենքից կլիներ արդարությունը։ Բայց գիրքը փակեց ամենքին մեղքի տակ, որ խոստումը Հիսուս Քրիստոսի հավատքից տրվի հավատացողներին։ Շատերը մտածում են, դե որ հոգևոր անդամների ընտանիքում է ծնվել, այսինքն հավատացյալների ընտանիքում է ծնվել, դե մեր տունը հավատացյալ է։ Շատ ժամանակ հավատացյալները երեխաները, որ չեն ապաշխարում, գիտես, շատ դժվար է սրանց համոզել, որ ապաշխարեն, ով որ չի ուզում։ Նրանք այսպես են մտածում, ամար ես իցնե հավատացյալի ընտանիքում եմ ծնվել, հերս հավատացյալ, մերս հավատացյալ, այսինքն մտածում են, որ դրախտը սեփականաշնորհված է իրանց ընտանիքի կողմից, ինքը ոնց էլ ապրի կգնա էլի, որտեվ ինքը հոգևոր շրջապատում, մեր տունը հավաքույթ է եղել, հերս մերս իմ ձեռքից բռնում տանում են ինձ ժողովի, բայց ինչ օգուտ։ Երբ որ հասունացար, դու քո ընտրությունը սխալ ես արել, չես ընտրել Աստծուն։ Սակայն Հովանու Ավետարանի 1:11-ում ասում ոչ մարմնից, ոչ արյունից, այլ Աստծուց ծնվեցին։ Այսինքն հոգևոր մարդու որդի լինելով էլ չի, որ դու, ասենց ասած, քրիստոնյա կարող ես կոչվել։ Քրիստոնեությունը անձնական է։ Դրա համար ասում է ընտանիքում լինելով չի քրիստոնյա լինել։ Դարվինի հերը քրիստոնյա էր, Չարլզ Դարվինի հերը։ Բայց ինքը հելա մի հատ գաղափար տարածեց, որ ուրացավ Աստվածաշունչը։ Աստված ողորմած է, գուցե մեր աղոթներով մի գործ անի, որ մեր տան անապաշխար անդամները դարձի գան, սա ուրիշ բան է, բայց չի նշանակում, որ կարծես թե մենք, ասենց ասած, մուտք ենք ձեռք բերել դեպի դրախտ, ոնց ուզում ենք ապրենք։ Դա ճիշտ չէ, ուզում են 10 տարի թող եկեղեցի գնան մարդիկ։ Սակայն մեկ ուրիշ հարց է բարձրանում շատ ժամանակ ժողովրդի մեջ, այս հարցը տվել են, դրա համար թեմայի մեջ ընդգրկվել է վերջին հարցը, ինչպես է մարդը ստանում փրկություն, երբ որ մենք խոսում ենք Քրիստոսով է փրկությունը, Քրիստոսի հավատքով է միայն փրկությունը, ինստինկտիվ մեկ հարց է ծագում։ Իսկ 5 տակարան մարդիկ ինչպես են փրկվում, կամ ինչպես պիտի փրկվեն։ Չէ՞ որ նրանցից հետո է եկել Քրիստոսը։ Մարդիկ մտածում են ինչպես կլինի։ Եվ չեմ մեղադրում իհարկե, այդ հարցը ինստինկտիվ ծագում է, երբ որ ասում միայն Քրիստոսով է։ Սակայն ճշմարտությունը մեզ ինչ է ասում, որ նրանք են Քրիստոսով փրկվում։ Ինչպես։ Նախ Քրիստոսի մասին խոսքը նրանք ավելի շուտ են իմացել եւ մեզ են փոխանցել, ասում են մարգարեական գրքերով, չէ՞։ Այսինքն հավատքը չի վերաբերվում միայն ներկային կամ անցյալին։ Հավատքը վերաբերում է նաև ապագային։ Տեսեք, մենք հիմա հավատում ենք Քրիստոսը կգա եւ մեզ երկինք կտանի, կամ Քրիստոսը կգա, ապագայի հավատք ունենք, չէ՞։ Կգա եւ մենք մեռածնենք պետք է հարցուն առնենք, իսկ եթե ողջ ենք, պետք է, ինչպես Պողոս առաքյալը Սուրբ Հոգուց շարժված ասում է, պետք է վերափոխվենք, երկնային մարմին ստանանք եւ այնպես միանանք Տիրոջ ժողովրդին։ Նմանապես նրանք ապագայում հավատալով Քրիստոսին փրկվել, այսինքն նրանք թեև Քրիստոս առաջ են եղել, դեռ Քրիստոս խաչված չէր, սակայն նրանց հայտնված էր փրկիչը պիտի գա։ Եվ կապ չունի, նրանք մեռած լինեն, թե ողջ լինեն։ Նրանց մեղքերը, այսինքն հավատացել են, հավատքով ննջել են, նրանց մեղքերը նորից գալիք գործով պետք է քավի։
Այսինքն նրանք էլ են փրկվում Քրիստոսի գործից, որտեղ հենց սկզբից Տերը հենց Ադամի եւ Եվայի ժամանակով կնոջից ծնվածը հենց չարիք բերողի գլուխը պետք է ջարդի։ Քրիստոսի մասն էր, հենց դա ինչ է նշանում կույսից ծնվածը։ Օրինակ Սաղմոս 27:1-ում կարդանք նոր կանցնենք կոնկրետ այդ վկայությունները 1000 տարի առաջ Քրիստոսից առաջ, մեր օրից 3000 տարի առաջ մեկը Սաղմոսը գրում այսպես Սուրբ գրքի Սաղմոս, ասում է Տերն է իմ լույսը եւ իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի զորությունը, ես ումից պիտի սարսափեմ։ Նա հույս ունի, որ Տերն է իմ լույսը, ապագայի համար է։ Եվ Կորինթացիների 1:30-ում էլի ասում է Տերն է մեր արդարությունը։ Տերն է, այո, Տերը ասում է ես եմ լույսը։ Այսինքն 5 կտականի մարդն էր ասում Տերն է իմ լույսը, նոր կտական մարդն էր ասում Տերն է իմ լույսը, կամ արդարությունը, իմ զորությունը, իմ փրկությունը։ Տերն է իմ փրկությունը, ասում ես չեմ վախենում։ Օրինակ Հովանու 3:16, որ մենք ասում ենք Աստված ասում է ով որ հավատա, դա չի վերաբերում որ նոր հավատացյալներին միայն։ Մարդիկ հավատացել են։ Հենց Եսային չենք հավատացյալ մեկն է, որ Քրիստոսի մասին գրում ասում է եւ մեզ մի որդի ծնվեց, չէ, մի զավակ տրվեց։ Այսինքն նա հավատում էր այդ գալիք դեպքին։ Կամ 53-րդ գլխում Եսայի նկարագրվում է Քրիստոսի խաչելությունը։ Եվ ասում է նա մեր մեղքերի համար տրվեց։ Մեր մեղքերի համար։ 5 կտականան մարդը կամ Աբրահամը հավատում էր Տերը կանի, չէ, ինչ որ խոստացել է։ Քրիստոս ասում է Աբրահամը իմ օրերից մեկը տեսավ եւ շատ ուրախացավ, մարդիկ չէին հասկանում, ասում են ինչու դու Աբրահամից մեծ ես, 50 տարեկան դեռ չկաս։ Բայց Աբրահամը 2000 տարի առաջ էր եղել, բայց Տերը օրինակով ցույց է տվել այդ փրկությունը։ Տերն է նրանց մեղքերի թողություն տվողը։ Եվ խոսվել էր փրկիչը պետք է գա։ Եվ եթե հիշեք ամբողջ նոր կտականում տեսնում եք որ հրյա ժողովուրդը օրինակ սպասում էր Մեսիան պիտի գա։ Անկամ Հովհաննեսն ասում է դու ես Քրիստոսը։ Այսինքն նրանք ինֆորմացված են, գիտեին եւ սպասում էին։ Գուցե նրանք չէին զգում ինչպես է կատարվելու փրկությունը, բայց արդեն նրանց հավատքը արկա էր գալիք դեպքի համար եւ նրանք չգիտեին որ հենց այդ հավատքով են փրկվելու, բայց հավատացել էին Հովհաննես առաքյալը իր թղթում 5-րդ գլխում ասում է գրում եմ ձեզ Աստծո որդուն հավատացողներիդ մարդ հավատում է, բայց չգիտի դեռ ինչ ունի, որ իմանաք դուք հավիտենական կյանք ունեք նրան հավատալով։ Այսինքն մի բան ես դու ձեռք բերել, բայց չես իմանում ինչ է տալիս քեզ, հավիտենական կյանք է տալիս։ Գրում եմ ձեզ, որ իմանաք։ Քո այս ձեռք բերածը դա է տալու։ Դա համար 5 կտական մարդկանց երկնքում կարող ես ասել, այ այն որ դու հավատացել ես, դրանով դու հավիտենական կյանք ունես։ Օրինակ Եփեսացիների 2:8-ում գրված է, ասվում է, որտեղ շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանց էլ Աստծո պարգևն է։ Այսինքն հավատքի ձեռով երբ որ ասում են նրանք էլ հավատք ունեն, այսինքն Աստծո շնորհքով նրանք էլ են փրկվում, ինչպես նաև Եբրայեցիների 11:39-40-ն ուզում կարդալ ձեզ համար, ասում է եւ սրանք ամենքը, այսինքն 5 կտական մարդկանց համար ասում, հավատքով վկայություն առան, բայց խոստմունքը չընդունեցին, որտեղ Աստված մեզ համար ավելի լավ բան նախասահմանեց, որ նրանք առանց մեզ չկատարվեն։ Չի ասում հավատքով մեռան, գիտեին, անգամ ասում են նրանք սպասում են այն խոստումին, գիտեին, որ հարություն կա, սակայն բացի սրանից, որ մարդիկ հարց են տալիս, թե 5 կտականան մարդիկ ինչպես կփրկվեին հավատացյալների մասին է խոսքը, դա վերաբերում է Իսրայել ժողովրդին։ Սակայն հարց է ծագում, իսկ ոչ իսրայելցիները, Պողոս առաքյալը այսպես ասում, թեև նրանք օրենք չունեին, բայց օրենքի վկայությունը կար նրանց սրտում։ Այսինքն Աստված նրանց հետել էր գործ տանում։ Ուսես մի բան կա Պետրոսի գրքում, գրած ես ուղղակի, երբ որ ժամանակը գա ավելի է թեմաների մեջ դրա մասին խոսենք, որ ասում է Քրիստոսը որ մեռավ, նաև գնաց բանտում եղողներին էլ, չէ, բայց շեշտում է ումը, կոնկրետ առանձնացնում է այդ խմբին, մինչև ջրհեղեղը եղած մարդկանց, չէ, ասում որոնք ապստամբ էին, բայց ջրհեղեղով խեղդվեցին, Քրիստոս գնաց նրանց քարոզեց, այսինքն մեռնելուց հետո շատերը տեսնում են Քրիստոս չկա, բայց Քրիստոսը դեռ քարոզ էր տանում հոգով, հայտնվեց այն վայրում, որտեղ որ այդ մարդիկ էին։ Հիմա մանրամաս ասենք շատ տեղերում գրած չի, նախ
Մանուկների համար Տերը ասում է, չէ՞, սրանցն է երկինքի արքայությունը։ Այսինքն նա գիտությամբ եւ Տիրոջ խոսքի մեջ գրած է Աստված անտես է անում տգիտության ժամանակի մեղքերը։ Մանավանդ մանուկներին ներում է Տերը տգիտության ժամանակների մեղքերը։ Նրանցն է երկինքի արքայությունը, չէ՞ Տեր Հիսուսն է ասում։ Իսկ ինչ մնում է մեծահասակներին, Աստված ինքը գիտի ում հետ ինչ գործ արել։ Դրա համար շատ հարցեր մեզ չեն վերաբերվում։ Երկրորդ Օրինաց 29:29-ում ասում է հայտնի բաները մարդկանց որդկանց համար են, իսկ ծածուկ բաները Տեր Աստծո համար է։ Այսինքն նա գիտի ում հետ ինչ գործ է արել, թեկուզ հեթանոս են կոչվել, բայց երբ որ նայում եք Սուրբ Գրքին, բացի Իսրայելի ժողովրդից ինչքան հավատացյալներ են եղել, Տերը նրանց մեջ գործ արել։ Օրինակ Հոբը ինքը հրյա չի եղել, չէ՞։ Կամ Բաղամը մարգարե էր, թեկուզ թողեց իր մեկը, բայց իր ազգի մեջ հոմենակ ինքը չէր հավատացյալ։ Օտար ազգից էր, իսրայելցի չէր, բայց կային հավատացյալ մարդիկ։ Մելքիսեդեկը որտեղից եկավ։ Կամ Աբրահամը դեռ հրյաներ չկային, չէ՞, բայց հավատքը կար, թե չէ։ Այսինքն Աստծո գործը կար բոլոր ազգերի մեջ։ Աստծո կամքը հայտնի էր։ Աստված ընտրություն, Աստծո կամքը ընտրությունը կար։ Սակայն առանձնացված Իսրայելը նրանց միջից փրկիչը պետք է գար, ավելի խորը գործեր սկսել Աստված։ Կամ ասում եմ արևելքից եկան, հա, մարդիկ Հիսուսի ծննով հասկացան երկինքից փրկիչն է ծնվել։ Նշանակում է այդ միայն այդ 3 անձերը չէին հավատացյալներ, նշանակում է շրջապատում կար աստվածային գիտություն։ Դրա համար ասում եմ, այո, եթե մնա դրան Աստված ժամանակին կապացի մեզ, թեկուզ երկինքում, որ ինքը բոլոր ազգերի եւ ցեղերի հետ գործ է արել։ Դրա համար ամեն մարդ պատասխան կտա ըստ այն չափի, ինչքան որ Աստված նրան հանձնել, ասում ումը շատ տրվեց, շատ կուզի, ումը քիչ կուզի։ Աստված արդար է։ Իհարկե այս փրկության գործը ամփոփ ներկայացեցի, սակայն փրկությունը ավելի կմեկնվի հետևյալ 10 թեմաներով։ Թեմանից մեկ կոչվում է շնորհք, կանչ, ապաշխարություն, հավատք, վերստին ծնունդ, արդարացում, որդեգրություն, սրբացում, փառավորում եւ Քրիստոսի հետ մեկացում։ Այսինքն այս 10 թեմաներով նորից կբացահայտվի Քրիստոսի արած փրկության գործը։ Էլի ասում եմ ինչ որ չափով, որտեվ եթե մենք տարիներով էլ խոսենք, էլի ինչ որ չափով է։ Որտեվ ավելի փրկության գործը ավելի մեծ է, քան որ մենք ժամանակ ունենք դրա մասին խոսել։ Աստված ձեզ օր։ Փրկությունը Աստծո Սուրբ Եռամիասնության գործն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի անձով։ Եվ Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է, թե Հիսուս Քրիստոսը մեռավ իր մեղքերի համար եւ հարություն առավ։ Եվ այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից եւ դրա հետևանքից, ինչպես նաեւ սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո իշխանության տակ։